Դուք առնչվել եք ադրբեջանական բարեհաճության այսպես կոչված Արցախի հանրապետությունում եւ տեսել ենք թե դրանից հետո ինչ է եղել։ Հավատում եք այս անգամ կստացվի խաղաղություն։ Գիտեք, դուք ճիշտ եք ասում, ես ակամայից անընդհատ վերադառնում եմ ընդամենը 2-3 տարի առաջ տեղի ունեցող իրադարձություններին, երբ մեզ նույն կերպ ինչ որ իբրև թե քաղաքական գործիչների խմբակ համոզում էին, որ պիտի տնտեսական ինտեգրում տեղի ունենա Ադրբեջանի հետ եւ բոլոր խնդիրները կլուծվեն, խաղաղությունը կկայանա։ Եվ գիտեք, երբ էլի ես հետ գնում դեպի պատմություն, հասկանում ես ինչպես Արցախը հայտնվեց Ադրբեջանի ճիրաններում, էլի սկզբանե որոշումներ տնտեսական ինտեգրման Ադրբեջանի խորհրդային տարիներին ոչ ոք որպես տարածքային ամբողջականություն չի ներառել, Արցախը Ադրբեջանի կազմում։ Զուտ տնտեսական ինտեգրման մասին է եղել խոսքը, ինչից միշտ Արցախը խուսափել է արդեն 88-ի շարժումից հետո բնականաբար, եւ եթե մենք վերադառնանք 2023 թվականի սեպտեմբեր ամիսը, երբ Արցախում մարդիկ իրականում սովալուկ էին ու ծանր վիճակ էր եւ կար եւ պիտի լիներ նաեւ քաղաքական որոշում թույլ տալ ակնայով բեռները մտնեին Արցախ թե ոչ, ես ձեզ ասեմ, ես էլ մեկն էի այն պատգամավորներից, որը վախեցավ ընդդիմանալ եւ ես չհայտնեցի կոնկրետ կարծիք այդ առումով, հիմնվելով այն հանգամանքի վրա, որ ժողովուրդը սոված է եւ միգուցե ժողովուրդը ինքը համաձայնվի։ Եվ դուք շատ լավ հիշում եք ժողովուրդը ինչ արեց։ Ժողովուրդը ինքը անձամբ իր որոշմամբ փակեց ճանապարհը եւ որևէ կերպ չընդունեց Ադրբեջանի տարածքով Արցախ մուտք գործող ցորենը, որովհետեւ ժողովուրդը ոչ թե հպարտ էր ու ուզում էր սովից մեռնել, բայց չվերցնել այդ ցորենը, ոչ, շատ լավ հասկանում էր, որ այդ պարագայում ընդհանրապես Արցախի թեման փակվելու է, որովհետեւ գոյություն չունի տնտեսական ինտեգրում։ Դա իրականում հենց ինտեգրումն է, դա հենց համակեցությունն է, դա միասին ապրելն է, իսկ մենք մեզնից լավով գիտի, որ ադրբեջանցու հետ անհնար է խաղաղություն կերտել մի հարկի տակ, այդպիսի բան չի լինում, ադրբեջանցին գիշերը քնելիս մտածում է ինչպես մորթի քո զավակին, որտեվ դա իրենց պետության քարոզությունն է եւ հատկապես այս նիկոլական խաղաղության դարաշրջանում չակերտներում իհարկե այդ բոլորը մենք շատ լավ տեսնում ենք զուգահեռ Ադրբեջանում ինչ քարոզություն է գնում եւ առնվազն 50 տարի է պետք, եթե այլևս չգնա քարոզություն, որովհետեւ ներկայիս սերունդը այս քարոզության հետևանքներով չուզենա մորթել հային։ Եվ գիտեք ինչ, ինձ մոտ ամեն դեպքում անընդհատ հարց է առաջանում, լավ, որոշ ժամանակ առաջ Հայաստանի վարչապետը հայտարարում էր, որ Արցախը բեռ էր, Արցախը իրենց կոկորդին էր մնացել, Արցախը շղթա էր փաթաթված իրենց կոկորդին, եւ եթե Արցախը չլինի, ապա կկերտենք խաղաղություն։ Հասավ չէ իր ուզածին, հանձնեց Արցախը, արցախցիներին ցրեց աշխարհով մեկ, հասցրեց ամենաստորաքարշ վիճակին։ Բա ինչու չեղավ այդ խաղաղությունը։ Բա էլ ինչ խնդիր ունի, որ ինքը պիտի շարունակի զիջի այլևս Հայաստանի։ Ասում եք կա խաղաղություն, կրակոց չի եղել վերջին շրջանում, ցորենը գալիս է։ Ընդունեցի, ես ընդունում եմ, լավ, չեմ ընդդիմանում իր խաղաղությանը, իր ասած խաղաղությանը փորձում եմ չընդդիմանալ, բայց չէ որ դա Արցախով արդեն հաստատվել էր, իրենց ասելով, Արցախից ազատվել էին եւ այդ խաղաղությունը հաստատվել էր։ Հիմա ինչ ընթացք կա խաղաղության, որ կարիքը կա օրինակ Ադրբեջանի տարածքով բեռներ բերել։ Եվ եկեք ուղղակի ընդհանրապես ուշադիր լինենք ու այս չգիտեմ ինտերնետային կառավարման զոհերը չլինեն, որովհետև իրականում եկեք ուղղակի վերջին 2 շաբաթների լսենք թուրք, էլ չեմ ասում ադրբեջանցի, թուրք պաշտոնյաների հայտարարությունները Զանգեզուրի միջանցք ձևակերպման վերաբերյալ, արևմտյան Ադրբեջան ձևակերպման վերաբերյալ եւ հասկանանք ուր է տանում մեզ այդ խաղաղությունը, որովհետեւ ըստ էության նման խաղաղության մի հուշագիր էլ Նիկոլը ստորագրել էր Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան այդ պայմանավորվածության արդյունքում, այո